ընթացքում ստացել եք նամակ փաստաբանական գրասենյակի կողմից, մասնավորապես Իվինա Հակոբյանի կողմից, չգիտեմ, հասցրել եք ուսումնասիրել այդ գրությունը թե ոչ, բայց ես հակիրճ ներկայացնեմ, թե ինչի մասին է խոսքը։ Ուրեմն հիշում եք, որ անցյալ տարի մեր խմբակցությունը նախաձեռնեց, որ մենք դատախազության ներկայացրած միջնորդությունները հայցի տեսքով ներկայացնենք դատարան, խոսքը վերաբերում էր մի քանի ապօրինի այսպես գործարքների մասին, որոնք նախկին քաղաքապետերի օրոք իրականացվել են եւ դատարանը հիմա վիճակում է դրանց օրինականությունը։ Մենք իհարկե մեր խմբակցությունը կողմ է, որ այն գույքը կամ հողամասերը անշարժ գույքը, որը ինչ-ինչ պատճառներով օտարվել է եւ դարձել է այն մարդկանց սեփականություն, դրանք հետ վերադարձվի համայնքին։ Հիմա մենք նախատեսել էինք Վանասյանյան դաշինքը գիտեք, որ միացավ մեզ, մենք քվեարկեցինք, հիմա այդ գործերը դատարանում են, բայց որպեսզի փաստաբանը կարողանա այդ գործերը դատարանում ներկայացնել, իրեն պետք է եւս մեկ որոշման նախագիծ, որ հավաքանին լիազորի տվյալ փաստաբանին այդ գործերը ներկայացնելու։ Այսինքն այն պայմանագիրը, որի հիման վրա պայմանագիրը, որը կնքվել է քաղաքապետանի եւ փաստաբանի հիման վրա, դատարանը բավարար չի համարում, որպեսզի փաստաբանը մեր շահերի պաշտպանությունը կամ համայնքի շահերի պաշտպանությունը այս դեպքում ներկայացնի դատարանում։ Հիմա մեր խմբակցությունը հանդես է գալու արտահերթ նիստ հրավիրելու պահանջով, քանի որ մենք միակ խմբակցությունն ենք, որ կարող են 1/3 ձայներով նիստ հրավիրել, մենք այդ նիստը հրավիրելու ենք եւ ակնկալում ենք, որպեսզի դուք ևս մասնակցեք, եթե իհարկե շահագրգիռ եք, որպեսզի համայնքային հողերը գույքը հետ վերադարձվի համայնքին։ Ընտրությունը ձերն է, ես մասնավորապես նաև այս դեպքում խոսք ունեմ ասելու կոմունիստական կուսակցություն խմբակցությանը, քանի որ գիտեք, որ այդ գործերով անցնում է նաև պարոն Ղուկասյանը եւ եթե դուք դեմ քվեարկեք կամ չմասնակցեք այդ նիստին, դա ուղղակիորեն կնշանակի, որ դուք խոչընդոտելու եք գործի քննության ընթացքին, իսկ այդ դեպքում կլինեն իրավական ու նաև քաղաքական կոշտ գնահատականներ, այնպես որ մենք նախաձեռնում ենք այդ նիստը եւ արդեն կսպասենք ձեր արձագանքը։ Մենք հավաքականները, հավաքապետարանները քննադեմ ենք գործերի մասին եւ անօրինական քաղաքապետարանից գումարներ տալ փաստաբաններին, որը հիմք չի հանդիսանում օրինական քաղաքաշինության ոչ մի փաստարկ չկա, ոչ մի խախտում չկա։ Ես առաջարկում եմ ուղղակի քաղաքական փափրեր, որ դա անում են անձերի նկատմամբ։ Միակ այդ նիստը գումարենք, հատիկ այդ գործերը քննարկենք։ Հաստատները ամբողջությամբ ակտիվներից անեն։ Միասին բոլորս հասկանան, իրավաբանական փաշիները դեպի։ Այդ փաստաբանիները դեպի որին որ դուք եք ժամանակին իրան էլ հրավիրեք։ Լրացուցիչ դուք նորից մարդիկ հրավիրեք փաստաբանիներ, որովհետև դուք եք նախաձեռնել։ Դա դուք եք քննարկեք եւ ես ասում եմ, որ ավելորդ քաղաքապետարանից գումարներ է տրվում ուղղակի ինչ որ հաջույք կատարելու կամ քաղաքական պատվեր կատարելու ապացույցությամբ։ Դրա համար քննարկենք, եթե տեսնում եք, որ խնդիր կա, միանշանակ ինչ է դեպք կգնա, եթե տեսնում եք, որ օդի մեջ ուղղակի աղմուկ բարձրացնելու համար է, ես ավելի հիմա եւս մի քանի գործեր կա, որ ես հիմա պիտի բարձրացնեմ։